Ողջույն, դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից գաստրոթարն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջայան։ Այսօր կպատասխանեմ ամենահաճախակի հանդիպող հարցերին կապված հելիկոբակտերային վարակի հետ։ Կարող է արդյոք հելիկոբակտեր պիլորիով կրկին վարակվել եւ ինչպես խուսափել դրանից բուժումից հետո։ Շատերի մոտ առաջանում են նույն հարցերը։ Իսկ եթե նորից վարակվեմ, եթե տանը որևէ մեկը կրող է, արդյոք դա վտանգավոր է։ Արդյոք պետք է հետազոտել ընտանիքի բոլոր անդամներին, պետք է փոխել սպասքը կամ եռացնել սրբիչները։ Եկեք հանգիստ եւ փաստերի հիման վրա պարզաբանենք այս հարցերը։ Հնարավոր է կրկին վարակվել։ Տեսականորեն այո, հելիկոբակտեր պիլորին փոխանցվում է մարդուց մարդուն։ Համարվում է, որ վարակումը առավել հաճախ տեղի է ունենում մանկական տարիքում։ Փոխանցման ճշգրիտ մեխանիզմը դեռ ամբողջությամբ պարզված չէ, սակայն ենթադրվում են բերան-բերան եւ կղանք-բերան փոխանցման ուղիները։ Սակայն կարևորն այն է, որ զարգացած երկրներում մեծահասակների մոտ կրկնավարակումը հանդիպում է հազվադեպ եւ կրկնավարակման միջին ռիսկը տարեկան կազմում է 2%-ից պակաս։ Այսինքն սա ոչ հաճախակի եւ ոչ էլ բնորոշ երևույթ է։ Այդ դեպքում ինչու է երբեմն տեստը կրկին դրական լինում։ Շատ դեպքերում պատճառը նոր վարակումը չէ։ Առավել հաճախ դա պայմանավորված է հետևյալ պատճառներից մեկով։ Բակտերիան առաջին բուժման կուրսից հետո ամբողջությամբ չի վերացվել։ Էրադիկացիայի վերահսկողությունը կատարվել է չափազանց վաղ, կամ հետազոտությունը կատարվել է արդյունքը խեղաթյուրող դեղամիջոցների ընդունման ֆոնին, կամ կիրառվել է ցածր ճշգրտությամբ ախտորոշման մեթոդ։ Այսինքն հելիկոբակտեր պիլորի կրկնակի հայտնաբերումը սովորաբար կապված է բուժման կամ ախտորոշման սխալների հետ, այլ ոչ թե նոր վարակման։ Արդյոք պետք է հետազոտել ընտանիքի բոլոր անդամներին։ Խորհուրդ է տրվում հետազոտել միայն այն մտերիմներին, ովքեր բնակվում են ձեզ հետ նույն տանը։ Բոլոր ազգականների զանգվածային սկրինինգը չի մտնում ստանդարտ կլինիկական ցուցումների մեջ եւ քննարկվում է միայն առանձին կլինիկական իրավիճակներում։ Պետք է փոխել սպասքը կամ կիրառել հատուկ հիգիենիկ միջոցառումներ։ Ոչ, չկան գիտական տվյալներ, որոնք ցույց կտան, որ մեծահասակների մոտ կենցաղային հատուկ միջոցառումները նվազեցնում են կրկնավարակման վտանգը։ Սովորական համատեղ օգտագործվող սպասքի, սրբիչների կամ նույն բնակարանում ապրելու միջոցով առանց սերտբերանային շփման վարակը սովորաբար չի փոխանցվում։ Սովորական անձնական հիգիենայի կանոնները լիովին բավարար են։ Արդյոք պետք է ամեն տարի հետազոտվել հանգստության համար։ Ոչ, եթե էրադիկացիան ճիշտ ձևով հաստատվել է եւ նոր ցուցումներ չկան, ապա առանց ախտանիշների եւ ռիսկի գործոնների կրկնակի հետազոտություն անհրաժեշտ չէ։ Միայն անհանգստության պատճառով կատարվող անալիզները չեն նվազեցնում վարակման վտանգը եւ չեն փոխում բուժման մարտավարությունը։ Երբ է իսկապես անհրաժեշտ կրկին հետազոտվել։ Կրկնակի հետազոտությունը հիմնավորված է միայն որոշակի իրավիճակներում։ Օրինակ, եթե առաջին անգամ ի հայտ են եկել ստամոքսի կամ 12 մատնյահեղու խոցի համար բնորոշ ախտանիշներ, եթե նախկինում ունեցել եք խոցային հիվանդություն, եթե պրոգրեսիվում է ստամոքսի լորձաթաղանթի ատրոֆիան, կամ եթե բուժումից հետո կոնտրոլ հետազոտությունը չի կատարվել սահմանված կանոններին համապատասխան։ Մնացած բոլոր դեպքերում կրկնակի անալիզը պարտադիր հսկողության մաս չի կազմում։ Ինչպես իրականում նվազեցնել կրկնավարակման վտանգը։ Հատուկ միջոցառումներ անհրաժեշտ չեն։ Բավական է պահպանել սովորական անձնական հիգիենան, լինել զգոն փոքր երեխաների հետ սերտ շփումների ժամանակ եւ ուշադրություն դարձնել սննդի պատրաստման ու օգտագործման սանիտարահիգիենիկ պայմանների։ Մեծահասակների մոտ հելիկոբակտերով կրկնավարակումը հազվադեպ երևույթ է։ Դա բացառություն է, այլ ոչ թե օրինաչափություն։ Եթե բուժումից հետո դեռ կասկածներ ունեք, արդյոք ախտորոշումը ճիշտ է, արդյոք բուժման արդյունավետության կոնտրոլը կատարվել է ճիշտ եւ արդյոք բակտերիան իսկապես վերացվել է, ապա պետք է դիմեք գրագետ մասնագետի, որը կպատասխանի ձեր հուզող հարցերին։ Ձեզ հետ ես էի գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել դոկտոր Սրումի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։